Պարոն Սարգսյան, այստեղ արցախցիներն են հավաքված, այդ թվում դուք, խնդրեմ ներկայացրեք, թե ինչ պահանջով եք եկել կառավարություն։ Ուրեմն մեր իրավունքների պաշտպանության համար ենք եկել Արցախի հանրապետության ժողովրդի ազգաբնակության իրավունքների, որովհետև ժամանակին մենք հանդիպել ենք սոցիալ նախարարության եւ աշխատանքի նախարարության երկու տեղակալներին եւ միգրացիայի վարչության պետին։ Այն ժամանակ էլ եմ հայտարարել, հիմա էլ եմ հայտարարում, եթե Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չի փախստականների մասին օրենքը Հայաստանի Հանրապետության կատարելու, որտեղ հստակ նշված է, որ մեզ պետք է ապահովեին կացարանով եւ սնունդով, պատկերացրեք օրը 3 անգամ սնունդով, ըստ փախստականների մասին օրենքի։ Այն ժամանակ էլ ենք ասել, հիմա էլ եմ կրկնում, եթե իրենք ի վիճակի չեն, ապա դիմեն ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարին եւ առաջարկեն, որ իրենք ենթադրենք ի վիճակի են կատարելու 30,000-ի պահանջները ըստ օրենքի։ Եթե չէ, ապա մնացածների մասին թող մտածի, ոնց որ ժամանակին Թուրքիան արել է Սիրիայի փախստականների վերաբերյալ, միլիարդներ են վերցրել Եվրոմիությունը տվել եւ ՄԱԿ-ն է համապատասխան կառույցներն են ուղարկել եւ այն մարդիկ մինչեւ այս պայդրությամբ ապրում են Թուրքիայում։ Այո, այդ նույնն էլ ես ասում եմ մեր Հայաստանի Հանրապետության իշխանություններին, այսպես կոչված Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրենք պարտավոր են հոգ տանելու, որտեղ իրենք օրենքի խախտում են կատարում, իրենց կողմից ընդունված օրենքի խախտում։ Ձեր ասած իրավունքների պաշտպանություն ինքը լայն հասկացություն է, կա կոնկրետ ուղղվածություն, խոսքը գուցե սոցիալական աջակցություններին է վերաբերում։ Ոչ միայն սոցիալական աջակցությանը, միջազգային օրենքներով հենց առաջին ապրելու իրավունքն է։ Այսօր փաստորեն մարդկանց մղում են հանցագործության, եթե օրինակ մարդը ի վիճակի չի լինելու բնակարանավարձը տալու, այդ մարդը ստիպված արդեն պիտի այլ միջոցների դիմի։ Հիմա եթե այլ միջոցների դիմեն, ասել են տեսնում եք ծայրահեղ բաներ են անում, այսինքն ապրելու իրավունքից զրկում են, իսկ հենց առաջին եւ սահմանադրությամբ եւ միջազգային բոլոր նորմերով ապրելու իրավունք ունեն։ Պարոն Սարգսյան, հիմա դուք որ աջակցությունից եք օգտվում, այն 40 պլյուս 10,000-ից։ 40 պլյուսը որպես թոշակառու ես ստանում եմ, բայց մեր ընտանիքում կան, մենք որպես փախստականներ, կինս դեռ թոշակառու չէ։ Հիմա երկու երեխաներս, տղաներս իրենք չեն օգտվելու, որովհետև արդեն 18-ից բարձր է։ Հիմա հարց է առաջանում, մենք ոնց պիտի 260,000 տան վարձը տան։ Արդյոք իրենք դրա մասին մտածում են։ Այսինքն ես ստիպված պետք է գնամ ինչ-որ մի աշխատանք փնտրեմ, տղաներս պիտի գնան ինչ-որ աշխատանք փնտրեն, որ կարողանան գոնե բնակարանավարձը տանք, այն էլ վարկը, դեռ 18 տարի կա, մեծ աղջիկս վարկ է վերցրել, հիմա մենք վարկի մեջ ենք, պատկերացրու 260,000 յուրաքանչյուր ամիս։ Փաշինյանն առաջարկում էր, որ արցախցիները դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սրա շուրջ մտածել եք, թե կտրականապես դեմ եք։ Այո, ասեմ։ Եվ արդյոք դա հարցերի լուծելու է։ Լուծում չէ, նախ ասեմ, ենթադրենք Արցախի բոլոր քաղաքացիները դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եւ Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով կիրականացնի իր ծրագիրը, որը Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից ներկայացած ծրագիրն է։ Այսինքն մեզ կտան արցախցիներին փոխհատուցում մեր բնակարանների, որ Արցախում թողել ենք, ենթադրենք իմ 3 սենյականոց բնակարանը Ստեփանակերտում կգնահատվի $50,000, Ալիևը կփոխհատուցի եւ այդ ամբողջ մեր սեփականությունը մենք արդեն սեփականության իրավունք չենք ունենա։ Այդ ամբողջ խնդիրը մենք կդառնանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ենթադրենք այդ 50,000 ունել, մենք էլ հնարավորություն կունենանք ինչ որ այստեղ մի բնակարան արդեն վերադարձի մասին խնդիրը պիտի մոռանանք։ Այդ ամբողջ գաղտնիքը, դրա համար մենք որ դեմ ենք կտրականապես, նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դա ազգագործան, ոչ թե մենակ արցախցիներին ավնասում, ազգի դեմ դա դավաճանություն է, պետք է քրեորեն պատժվի։ Էլ ես չեմ ասում սահմանադրության դեմ այդ բաները, որ կատարվեց, մեր տարածքները հանձնել է թուրքերին առանց հանրաքվեի, առանց սահմանադրությամբ առաջնորդվելու։ Ես նորից եմ կրկնում, աբսուրդ է այս վիճակը արցախցիների։ Ներկայիս շատերն էլ օրինակ ասում են, ինչու արցախցիները բոլորը այստեղ չեն, այնտեղ չեն։ Գիտեք, մարդիկ արդեն հոգնել են, որտեղ անընդհատ նույնը
դիմես, կրկնես, ոչ մի բան իրավունք չպաշտպանվի եւ մարդու իրավունքների պաշտպան ունի Հայաստանի Հանրապետությունը, որտեղ է։ Այդ նույն մարդու իրավունք ունեն դա Բայց երբևէ դիմել եք մարդու իրավունքների պաշտպանին։ բազմաթիվ անգամ դիմել են, բոլորն էլ դիմել են եւ այնտեղ հիշում եք, որ տղաներին ձերբակալեր են անոր Ինչ հանդիպումներ լինում են, թե առհասարակ չի ստացվում նրա հետ։ Առաջի անգամ որ հանդիպել ենք սոցիալ նախարարի հետ երկու տեղակալին եւ միգրացիա, այնտեղ էլ པարզ երևում է, որ այդ մարդիկ ռոբոտացված են։ Այսինքն նախորդ պատրաստ արդեն իրենց բանը ինստրուկտաժ արած, իրանք գիտեն ինչ պիտի ասեն, իրենք ընդհանրապես մեզ չէին լսում, իրանք նախորոք արդեն պատրաստ սպասում են ոնց որ Նիկոլն անում է, մի նախադասություն կամ եթե դու վրդոված ինչ-որ մի բան ես ասում, հիմնական թեման թողում են ասնում այդ բան։ Պարոն Սարգսյան, հիմա դուք եկել եք կառավարության շենքի դիմաց, այն որ ձեր պահանջը ներկայացրեցիք, արդյոք կա նաև պահանջ որևէ պաշտոնյայի հետ հանդիպման եւ տեղեկություն կար, որ նամակ եք բերել, այդ նամակում բովանդակությունը որն է։ Պաշտոնյաների այդ հանդիպումներ ես նորից եմ ասում։ Ոչ մի պաշտոնյա, այդ Նիկոլ Փաշինյանը պարզ ասաց, որ ոչ մեկը իրավունք չունի իր ասածը չանի։ Անգամ բանա ազգային անվտանգության ծառայության պետը բոլորը պարտավոր են իրեն լսեն։ Հիմա հարց է առաջանում, ենթադրենք հազարավոր նամակներ ուղարկենք, ով պիտի պատասխանի։ Վերջին խոսքը Նիկոլ Փաշինյանին ա եղել։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը պիտի մեզ պատասխանի։ Նամակը հացեագրել եք իր անունով։ Իհարկե ոչ, որտեվ միշտ նամակները սովորաբար, դե իհարկե որպես ղեկավար իրեն ենք հասցեգել, բայց ինքը ինչ է անելու։ Ինչպես միշտ հասցեգրելու է սոցիալ նախարարություն, չգիտես ինչ որ ծառայության եւ ասե այդ հարցերը բարձեք եւ տեղեկացրեք, ասինքն փակագծում ոչ ասեք եւ տեղեկացրեք։ Բայց ամեն դեպքում նամակ որպես այդպեսին այսօր մուտք արել եք, թե դեռ անելու եք։ Անելու։ Թե նամակների հարցով համապատասխան մարդիկ են զբաղվում, անկեղծորեն ես ընդհանրապես այս իշխանություններին դեռ 18 թվականին, երբ են միտինգները կար, իմ աղջիկս էստեղ էր ապրում, կինս էլ եկել էր տեսության։ Այստեղ իսկ ինձ ասում է հրաշք է կատարում, ասում ձեզ խափում են։ Այդ մարդը հոգեկան խանգարում ունի։ Ես այդ մարդու որպես այն ժամանակ թերթի խմբագրի տեղակալ էի աշխատում։ Ես գիտեի այդ մարդու իր թերթը ոնց էր խմբագրում եւ ինչպես է ներկայացում Արցախը։ Ազատագրված գրավյալ տարածքներ, բան, այդ Նիկոլ Փաշինյանը այդ ով չի իմանում։ Ասի ձեզ խափելու է այդ հոգեկան խանգարում ունեցող մարդը, որ բանակ չի գնացել հոգեկան հիվանդ լինելու պատճառով։ Այդ մարդուն ոնց կարելի է վստահել եւ ասինքն մարդու իրավունքների տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը երևի աշխարհում առաջին երկիրն է, որ անգամ հոգեկան հիվանդ մարդու իրավունքները պաշտպանում են։ Նշանակում են վարչապետ, չգիտես, երկրի ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար, որ կյանքում ավտոմատով կրակած չկա։ Դա աբսուրդ է, դա այդպիսի բան չի լինում։ Մանավանդ պատերազմող երկրի ղեկավարը առնվազն գոնե ռազմական մի քիչ կրթություն պիտի ունենա։ Գոնե կրակած կյանքում մի անգամ կրակած լինի։